Շնորհակալություն, պարոն վարչապետ, թույլ տվեք մեկնաբանել։ Նախ տվյալները ստանում ենք սահմանահատումներից, այսինքն դրանք շատ հստակ են մեր կարծիքով, քանի որ չեն կարող մարդիկ առանց այդ մեխանիզմի անցնել Հայաստանից դուրս գալ, իսկ ինչպես ենք հաշվում զբոսաշրջիկին, այն նույն տրամաբանությամբ ինչ որ ողջ աշխարհում։ Այո, եթե հնարավոր է, օրինակ կա դեպք, երբ որ օրինակ բերեմ, կա վարորդ, որ 2 օր անցկացնում է Հայաստանում եւ ինքը այս տրամաբանությամբ կարող է համարվել զբոսաշրջիկ, բայց ամբողջ աշխարհում էլ այդ նույն տրամաբանությամբ իրենք հաշվվում են, որովհետեւ եթե որևէ երկրում իրենք Ներեք, եթե վարորդը բեռնատարի վարորդ է, ավելի ծավալուն բան է նշանակում, քան ուղղակի զբոսաշրջային այցը, որովհետեւ այդ նշանակում որ ինքը բեռ կամ բերել է կամ տանում է, հակառակ դեպքում Շատ լավ, այսինքն մեթոդաբանության մենք մեր մեթոդաբանության փոփոխություն չունենք եւ աշխարհի ամեն դեպս աշխարհի ստանդարտով ենք փոխում։ Այո, եւ ունենք նաեւ մի կարեւոր բան, դիվերսիֆիկացիա որոշակի չափով նկատվում է, պարոն վարչապետ, եթե թույլ տաք ներկայացնեմ վիճակագրություն։ Օրինակ, եթե 2023 թվականին մեր ընդհանուր զբոսաշրջիկների մեջ Ռուսաստանի Դաշնությունից եկողները այս նույն ժամանակահատվածում հունվար-ապրիլ եղել են 52%-ը, ապա հիմա 36։ Եթե 2024-ին 42 էր, հիմա 36, այսինքն մեկ երկրի մասնաբաժինը ավելի քան 50%-ից արդեն մոտեցել է 1/3-ին, ինչը ընդ որում Չէ, բայց նաև կարևոր է արձանագրել, իսկ հենց Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թվի աճել ունենք, չէ՞, ինքը իրանում։ Այո, եւ այսինքն տեսակարար կշիռը նվազում է, բայց բացարձակ թիվը ավելանում է եւ մենք իհարկե բոլոր երկրներից եկող զբոսաշրջիկներին մեծ ուրախությամբ սպասում ենք։ Միանշանակ ես ուզում եմ նաև օրինակ նշել, որ անցած տարի էլ ենք Ռուսաստանի դեպքում եղել 36%, բայց եթե անցած տարի 183700 է եղել թիվը, այս տարի արդեն 245178, այսինքն նույն 36%-ն ենք մենք պահպանել, բայց ընդհանուր հոսքերը ավելացել են, որովհետեւ Կներեք, այդ առիթով ասեմ, որ իմ մասնավորապես Instagram-ի եւ TikTok-ի հետևորդ ռուսաստանցիները այդ մեկնաբանություններում բազմաթիվ մարդիկ խոստացել են, որ անպայման այս տարի այցելելու են Հայաստան, փաստորեն իրականացնում են այդ իրանց խոստումը նաեւ իրանք։ Ինչի համար շնորհակալ եմ իհարկե։ Անպայման, շնորհակալություն պարոն վարչապետ, եւ նշեմ, որ ավելացել են ոչ միայն Ռուսաստանի Դաշնության դաշնությունից եկող, այլ նաեւ Հնդկաստան, Իտալիա, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, Չինաստան, Գերմանիա, Ուկրաինա, Իրան, Վրաստան, այսինքն մենք աշխարհագրությունը բավականին լայն է, ավելացել է եւ եթե օրինակ տարիներ առաջ, ասենք 2019 թվականին Իտալիայից եկող զբոսաշրջիկների թիվը մեր ընդհանուր զբոսաշրջիկների մեջ 0.4%-ն էր, հիմա արդեն ավելի քան 1%։ Դեռ մեծ չէ, բայց 3 անգամ եւ 3 բացարձակ թվերով շատ ավելի բարձր։ Օրինակ 2000-ը, ասենք 8000 է դարձել մի դեպքում, չգիտեմ, մեկ այլ երկրի դեպքում 3000-ը 9000 կամ 10000։ Եվ սրա հաշվին աշխարհագրությունը որոշակի փոխվել է։ Միայն 2023 թվականն է, որ համեմատաբար Ռուսաստանի Դաշնության հետ եթե համեմատում ենք, բացարձակ թվով պակասել են 23 թվականին, հիշում ենք, այնտեղ շատ մեծ հոսք եղավ մի կարճ շրջան, հետո մի մասը, մի ահագին մասը մինչև հիմա էլ մնացել են, այսինքն Շատ լավ։ Ես ուրախությամբ եմ արձանագրում նաև, որ Վրաստանից զբոսաշրջիկների հոսքերի աճ կա, ինչը շատ ուրախալի է, եւ իհարկե նաև հույս ունենք եւ համոզված եմ, որ Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը մենք տարվա արդյունքներով 2023 թվականի արդյունքներին հաստատ կգերազանցենք, որովհետեւ ըստ էության այս թվերը նշանակում են, որ այս պայն մենք զբոսաշրջային բում ունենք եւ երկրորդը, որ այդ բումը շարունակվելու է եւ աճելու է, որովհետեւ դրա համար կան բոլոր նախադրյալները եւ սա շատ լավ լուր է եւ հույս ունեմ, որ զբոսաշրջային ոլորտի մեր ներկայացուցիչները, մեր հարգելի գործարարները, այդ թվում մարզերի շատ ուշադիր կլինեն այս վիճակագրության նկատմամբ, որովհետեւ ի վերջո այս ամենը դրամական հոսքեր են եւ մեր հարգելի եւ սիրելի գործարարները իրենք պիտի ջանք գործադրեն, որպեսզի այդ հոսքերից իրենք իրենց
ճիշտ եւ արդար մասնաբաժինը ստանան, իսկ դա իհարկե կապված է բիզնեսի որակի հետ, մարքեթինգի հետ եւ այլն եւ այսպես շարունակ։ Այո, եւ Վրաստանի դեպքում նորից թվեր նշեմ, պարոն վարչապետ, դուք նշեցիք համեմատության համար շուրջ 69019-ին, անցած տարի շուրջ 76000, այս տարի արդեն ավելի քան 93000։ Այսինքն այս տարվա Այդ 4 ամիսներ։ Հա, 4 ամիսներ։ Ինձ թվաց թե տարեկանը։ Հունվար-ապրիլներն եմ համեմատում։ Շատ լավ, ամեն դեպքում շատ էական է աճը, ինչը շատ ուրախալի է։ Համեցեք Տիկին Անդրեաս։